Երևանի բնակիչ 32-ամյա Ավետիք Գրիգորյանը նախկինում դատապարտված չի եղել։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և կենտրոնական բաժնի ծառայողները նրան հայտնաբերել են մարտի 9-ին ու բերման ենթարկել ոստիկանություն։ Գրիգորյանն այս տարվա մարտի 2-ից հետախուզվում էր ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից։ Նրան մեղադրանք է առաջադրվել խարդախության ու փաստաթուղթ կեղծելու համար։ Պարզվել է, որ 2014 թվականի դեկտեմբերին Ավետիք Գրիգորյանը, իր մտերիմներ Վազգեն Գաբրելյանը և Սերգեյ Ափոյանը համաձայնության են եկել ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու շուրջ։ Վազգեն Գաբրելյանը 2014-ի դեկտեմբերի վերջերին վարձել է Երևանի Տերյան փողոցի 62-րդ շենքի բնակարաններից մեկը, ապա ձեռք բերել նվիրատվության կեղծ պայմանագիր, ըստ որի տանտերը բնակարանը նվիրել է Ավետիք Գրիգորյանին։ Որոշել են վաճառել բնակարանը։ Գնորդ է գտնվել ու եկել տունը տեսնելու։ Վազգեն Գաբրելյանն ու Սերգեյ Ափոյանը ներկայացել են որպես տանտերեր, հայտնելով, որ տունը իրենց ազգականի անունով է։ Տունը վաճառել են այն ժամանակ $120,000-ին, համարժեք 56,575,000 դրամով։ Իրական բնակարանատերը դիմել էր ոստիկանության կենտրոնական բաժին։ Քրեական հետախույզները հայտնաբերել էին Վազգեն Գաբրելյանին ու Սերգեյ Ափոյանին, որոնց մասը հարուցված քրեական գործից արդեն անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Գործի քննության ընթացքում անհայտ էր Ավետիք Գրիգորյանի գտնվելու վայրը, ուստի նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում, և ուղիղ մեկ շաբաթ անց ոստիկանները նրան հայտնաբերեցին։ Ասել է, թե բերեցին քրեական պատասխանատվության դաշտ։